Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում Արենա բանավեճային ծրագրի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր Փակ TV հեռուստաընկերության այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստատեսային ալիքին, խնդրում եմ նրանց սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստատեսային ալիքին եւ շարունակել դիտել մեր հետաքրքիր եւ բովանդակալից հաղորդումները։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր զրուցակիցներն են Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, բարև ձեզ պարոն Խաժակյան, եւ շնորհակալություն հրավերն ընդունելու համար, եւ ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը, պարոն Սաֆարյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Բարեկամներ, միանգամից անցնենք օրակարգային հարցերին։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը արդեն կարծես թե որոշակի հանգուցալուծման է մոտենում։ Չնայած ոմանք ասում են, որ դա հանգուցալուծում չի։ Փորձեմ ձեր տեսակետները ճշգրտել։ Ինչ եք կարծում, այս 28 կետերից բաղկացած համաձայնագիրը իրական խաղաղություն կտա այս երկու հակամարտող կողմերին, թե ոչ, եւ խնդրում եմ մի քանի խոսքով ասեք նրա հնարավոր այս հակամարտության ավարտման հնարավոր անդրադարձները մեր տարածաշրջանին եւ մասնավորապես մեր երկրի համար, ինչպիսի հետևանքներ եւ ինչպիսի սպասելիքներ, ակնկալիքներ ունեք։ Պարոն Սաֆարյան, ձեզնից սկսենք։ Մենք քննարկենք կոնկրետ այն 28 կետերը, որոնք հրապարակվել են, ապա իրենք ոչ միայն չեն բերելու խաղաղություն, այլ նրանք բերելու են շատ ավելի խոշոր կոնֆլիկտ։ Ռուսաստանը առհասարակ սկսեց ուկրաինական կոնֆլիկտը սովետական միությունը վերականգնելու հույսերով եւ եթե ինքը կարողանում է հիշեցնեմ, որ կներեք առաջարկների մեջ կա առաջարկ, որ Ուկրաինան պետք է կորցնի իր տարածքները։ Այո։ Այս պարագայում ավելի լայնամասշտաբ կոնֆլիկտ է սկսելու, Ռուսաստանը սկսելու է տարածվել, նաև եթե մենք խոսում ենք մեր տեսանկյունից, փորձելու է տարածվել նաև այսօր Կովկաս։ Ես համոզված եմ, որ այդ 28 կետերը փոխվելու են եւ արդեն իսկ կա տեղեկություններ, որ Ուկրաինան շատ հստակ հայտարարեց, որ ինքը չի համաձայնի ուրեմն հրաժարվել ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը ասաց, որ մեր համար տարածքների կորուստը դա կարմիր գիծ է։ Հետագայում նաև մենք տեսանք, որ եվրոպական առաջնորդները խոսեցին այն մասին, որ 28 կետերը դա կապիտուլյացիա է եւ նրանք դրան համաձայն չեն։ Այսինքն չեմ կարծում, որ 28 կետերը մտնելու են առհասարակ քննարկման մեջ։ Ինչ վերաբերում է մեր տեսանկյունից, մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը ոչ միայն դուրս գա Ուկրաինայի տարածքից, մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանի ներսում սկսվեն քայքայման process-ներ, որ Ռուսաստանը զբաղվի այդ հարցերով, որովհետև եթե նա դուրս է գալիս Ուկրաինայից, նա կարող է մտածել, որ լավ Ուկրաինան չստացվեց, փորձեմ այսօր Կովկասը։ Իսկ ինքը ունի այդ ունակությունները այսօր Կովկասը գրավելու։ Պարոն Խաժակյան, խոսքը կիսում եք պարոն Սաֆարյանի տեսակետը, թե ոչ։ Փոքրինչ պարզունակ կլինի, բայց պետք է հիշեցնեմ, որ 28 կետերը դրանք Դոնալդ Տրամփի ադմինիստրացիայի առաջարկներն են ուղղված Ուկրաինային, որոնք ներկայացվել են Ռուսաստանին, այն տրամաբանության մեջ, որ քննարկեն համաձայնեցնեն ուկրաինական կողմի հետ, ապա նաև Ռուսաստանի հետ։ Այդ 28 կետերը, որոնք հիմա Եվրոպայում տարբեր պաշտոնյաներ եւ գործող եւ նախկին որակում են որպես Ուկրաինայի կապիտուլյացիա, այդ կետերը մշակվել են Սպիտակ տանը, բնականաբար բխող Ռուսաստանի պահանջներից, Անկորիջի բանակցություններից, բայց դրանք ԱՄՆ առաջարկներն են։ Հիմա Եվրոպան եւ Ուկրաինան կարող են սրան չհամաձայնել, այդ դեպքում հարց է առաջանում ունեն ռեսուրս շարունակելու պատերազմը։ Ունեն, մի քանի ամիս եւս դա կարող է շարունակվել, ուստի եթե այն առանցքային պահանջները, որոնք հնչեցրել է Ռուսաստանի իշխանությունը եւ ԱՄՆ-ն, Թրամփի ադմինիստրացիան ընդգրկել է այդ փաստաթղթի մեջ այն տրամաբանությամբ, որ սրանք կարմիր գծերն են Ռուսաստանի, ընկալել է, որ Դոնեցկի հարցը Ռուսաստանի համար կարմիր գիծ է, եթե ուզում են պատերազմը կանգնեցնել, ընդգրկել են, ՆԱՏՕ-ի չանդամակցության հարցը ընդգրկել են, ռուսերենի հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ դրույթը ընդգրկել են։ Այսինքն այս դրույթները ԱՄՆ-ն ընկալել է որպես Ռուսաստանի կարմիր գիծ եւ Ուկրաինային առաջարկել։ Չհամաձայնեն պատերազմը կշարունակվի։ Թրամփն ասում է, եթե չհամաձայնեն, մենք
մեր աջակցությունը ռազմական առումով կդադարեցնենք, կքչացնենք եւ այս իմաստով այո, այդպիսի հայտարարությունները, բայց դա նորել չի։ Իրանք անդադ ասում են, որ մենք չենք կարող շարունակաբար սնել, հիմա ֆինանսավորումը դրել են եվրոպական կողմի վրա, բայց զենքը իրենք են արտադրում, վաճառում։ Հիմա եթե սա չլինի, միևնույնն է, այսինքն ինչ պետք է անի Եվրոպան եւ Ուկրաինան, ինչքան էլ կարա այս խնդիրը շարունակի, իսկ մեզ վրա ինչպես է անդրադառնում։ Մեր տարածաշրջանում ինչ պիտի անենք մենք։ Մեր տարածաշրջանում Ռուսաստանը մենք պետք է թեքվենք ավելի շատ դեպի ռուսական բևեր, թե դեպի արևմտական բևեր։ Տեսեք, մենք մեր մաշկի վրա զգացել ենք, թե 21 թվականից սկսած, եթե չգնանք հետ ավելի 20 թվական, ինչ է լինում, երբ ռուսական ներգրավվածությունը տարածաշրջանում քչանում է։ Այդ բացը տարածաշրջանում ցավոք լրացնում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ մեզ Ռուսաստանի ներգրավվածությունը տարածաշրջանում պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ ցանկությունները կամ ագրեսիան զսպելու համար եւ դա կնշանակի, որ մեզ օր առաջ պետք է որ այդ պատերազմը դադարի։ Ինչ գնով եւ այլն դրանք ավելի շատ ռուս-ուկրաինական տեսանկյունից է պետք նայել, բայց մեզ համար պետք է որ այդ պատերազմը հնարավորինս շուտ դադարեցվի։ Դու կողմնակից եք, որ պիտի Ռուսաստանը ներգրավված լինի տարածաշրջանային խնդիրները, խնդրեմ, ինչով համաձայն չեք երկել։ Որ Ռուսաստանը մեզ պետք է որպեսզի հակազդի թուրք-ադրբեջանական այդ ճնշումներին, մենք առնվազն Արցախի հարցով տեսանք, որ Ռուսաստանն է ամենաառաջին աջակիցը թուրք-ադրբեջանական գործողություններին, մենք տեսանք ոնց Ռուսաստանը շատ հանգիստ Արցախը հանձնեց Ադրբեջանին, նախ առաջին թուրքերի եւ ադրբեջանցիների հետ նախապես պայմանավորվելով օղակի մեջ վերցրեց Արցախը, հիշեցնեմ, որ ռուս, այսպես կոչված խաղաղապահները, իսկ իրականում ռուսական զորքներ գտնվում Արցախում, եւ այսպես կոչված բնապահպանները իջան եւ փակեցին կյանքի ճանապարհը դեպի Արցախ։ Ռուսական զորքը շատ հանգիստ 10 հոգով կարող են նրանց քաշել մի կողմ, այդ դարպասի վրա մի մեծ կողպեկ դնել։ Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ իրականում Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվել էին, որ այդպես պիտի արվի, Արցախահայությանը պետք է մատնել սովի եւ այնտեղից դուրս բերել։ Հետագայում նույն ուրեմն պայմանավորության արդյունքում ռուսները ապահովեցին Արցախահայության դուրսբերումը ըստ էության կալցո օպերացիա, հիշեցնեմ, որ ժամանակին նույն ռուսները նույն բանն էին անում, ասում էին դուք պիտի դուրս գաք Արցախից։ Կալցո օպերացիայի շրջանակում։ Այսինքն դուք գտնում եք, որ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմն է գործել։ Իրականում ռուս-թուրքական տանդեմը, Ադրբեջանը հետևանքն է եւ մի ավելացում ընդհանրապես Հայաստանը պիտի վարի դաշնակցային հարաբերություններ այն պետությունների հետ, ում իր ռազմավարական շահը ում հետ համընկնում է։ Խզմի Ռուսաստանի հետ համընկնումպես։ Դա Իրանն է, դա Ֆրանսիան է, դա Հունաստանն է, դա Հնդկաստանն է, այս պետություններն են շահագրգռված Հայաստանի հզորությամբ, ԱՄՆ-ն է, իսկ Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, համագործակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ձեր տեսակետը։ Նախ Արցախի հետ կապված, այստեղ ես կարծում եմ, որ մի տրամաբանական անգամ ոչ թե քաղաքական բաց թողում կա, դա հետեւյալն է 20 թվականին Արցախի էջը կարող էր փակվել, որովհետև 20 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ այնտեղ քաղաքացիական բնակչություն գրեթե չէր մնացել, այսինքն ընդհանրական իմաստով Արցախահայությունը դուրս էր եկել։ Եթե Ռուսաստանի Այդ ինչ տվյալ է։ 20 պաշտոնականը Արցախի իշխանությունների տվյալն է նոյեմբերի 9-ից հետո օր հաշվում էին, թե ինչքան մարդ որորը վերադարձավ եւ 100,000-ի կարգի մարդ վերադարձավ 2-3 ամիսների ընթացքում նոյեմբերի 9-ից հետո 20 թվականին։ Բայց նոյեմբերի 8-ին ես եղել եմ հենց Ստեփանակերտում, ամբողջ Ստեփանակերտը իր տեղում էր։ Իր ամբողջ բնակչությամբ ոչ մեկ դե կարող է 5%-ը դուրս էր, ես նկատնում եմ ընդհանուր բնակչությունը տեղում էր եւ նման տեղեկություն եթե տարածել են, ուրեմն ստել են։ Պաշտոնական ամենայն դեպս տեղեկատվությամբ Արցախի բնակչության զգալի մասը այնտեղից դուրս էր եկել, բայց նույնիսկ եթե այս ինֆորմացիոն բանը հստակությունը դնենք մի կողմ, փաստը մի բան է, պատերազմը չէր կանգնի, եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը։ Եթե Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը Արցախը ամբողջությամբ հայաթափելն էր, ապա պետք չէր հետ նորից հայկականացնել նոյեմբերի 9-ից հետո, որ մի հատ էլ հայաթափել, ինքը արդեն հայաթափված էր։ Եթե Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ունեին համաձայնություն, որ Արցախը պետք է հայաթափվի, նոյեմբերի
9-ից հաջորդող մի քանի շաբաթները այդ խնդիրը լուծելու համար ամբողջությամբ բավարար էին։ Հետևաբար, եթե 20 թվականին դա տեղի չի ունեցել, ուրեմն ռուսները նման համաձայնություն չեն ունեցել Թուրքիայի հետ։ Հակառակ դեպքում ինձ ասեք ինչի այդ ժամանակ ամբողջությամբ չհայաթափվեց Արցախը։ Եվ եթե շարունակենք ռուս-ուկրաինական պատերազմի մասով, այս կարծում եմ այստեղ որ մեր խնդիրները ավելի սրվեցին, նրանով որ Ռուսաստանը շարունակեց զբաղվել ուկրաինական խնդրով, ավելի շատ մխրճվեց այնտեղ եւ ասել արևմուտքն է մեղավոր, էլի արևմուտքի պատճառով չէ դուք էլ, չէ, ի տարբերություն պարոն Սաֆարյանի կարծիքի, չէ, որ արևմուտքի հավաքական արևմուտքը սրեց հակամարտությունը Ռուսաստանին ոչ ուղղակի մեր դեմ անելով, այո, ստեղծեց այդ հակամարտությունը, ռուս-ուկրաինական հակամարտության ամենասուր ժամանակահատվածը մեկնարկը կան։ Եղել է 2014 թվականը։ Այնքան հրապարակային փաստեր կան, որ այդ հեղաշրջման, հեղափոխության հետևում կանգնած էր ԱՄՆ ադմինիստրացիան գլխավորապես Վիկտորիա Նուլանդը, որ միշտ հիմա պաշտոնյա է, խոսում էր թե ով պետք է դառնա վարչապետ, ով մնա շարժման մեջ, ով դուրս գա, այս առումով Ուկրաինան իր առաջ խնդիր դրեց դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մի բան, որը ՆԱՏՕ-ն ասում էր մեր դռները բաց են, քննարկենք եւ այլն եւ այլն։ Հիմա ՆԱՏՕ-ի լոկոմոտիվ պետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկում են Ուկրաինային փաստաթուղթ, ասում են դու սահմանադրությամբ հրաժարվի, ՆԱՏՕ-ն էլ հրաժարվի քեզ ընդունել։ Հիմա մենք ասում ենք Ադրբեջանը իրավունք չունի պահանջել Հայաստանից սահմանադրություն փոխել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային պահանջում են փոխել իրենց սահմանադրությունը ՆԱՏՕ-ի հետ անել։ Այդ կետը կարող է չմնալ, ես չեմ ասում, կարող է չմնալ, բայց պաշտոնապես դա Տրամպի առաջարկն է Ուկրաինային։ Հետևաբար, երբ մենք կարծում ենք, որ ռուսները վատ դաշնակիցներ են, ավելի լավ դաշնակիցներ կարող են լինել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, մյուս պետությունները, ուզում եմ ձեզ ցույց տալ, որ Ուկրաինան, եթե չհաշվենք 2008 թվի նարնջագույն հեղափոխությունը, գոնե 14 թվից ԱՄՆ-ի եւ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի առանցքային դաշնակիցներից մեկն էր։ Հիմա տեսեք այդ դաշնակցի նկատմամբ ոնց են վարվում, որ ռուսները լավ դաշնակիցը կա։ Այդ դաշնակիցը կա եւ այդ դաշնակիցը կա եւ փաստաթղթով ասում է հրաժարվի նրանից, ինչի համար որ նա առաջարկում է, նայեք, նա ԱՄՆ-ն առաջարկում է եւ Ուկրաինան ունի այնպիսի ունակություն, որ ասում է ոչ։ Այդ ունակությունը երկնքից չի, որը տվել է ԱՄՆ-ն։ Եթե Ուկրաինան չլիներ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների դաշնակից, Ուկրաինան մի քանի օրից կդադարեր գոյություն ունենալ։ Այսինքն Ուկրաինան, այսպես ասենք, 100,000 անգամ օգուտ է քաղել դաշնակցելով ԱՄՆ-ի եւ հակառակ դեպքում բանը Ռուսաստանը ուղղակի կոչի։ Հարցնեմ, ասեք համաձայն եք թե չէ։ Եթե չլիներ ՆԱՏՕ-ի ձգտում, Եվրամիություն դեպի ձգտումները, Ռուսաստանը հարձակվելու էր Ուկրաինային։ Միանշանակ, որևիցե կապ չունի ՆԱՏՕ-ի ձգտումները։ Լեհաստանը արդեն գտնվում է Ռուսաստանի սահմանին շատ մոտ, ՆԱՏՕ անդամ է։ Ֆինլանդիան այլևս ՆԱՏՕ անդամ է, որը գտնվում է Ռուսաստանի սահմանին, եւ երբ որ Ֆինլանդիան մտնում էր ՆԱՏՕ-ի կազմ, Ռուսաստանը ընդամենը մի Մեդվեդևի բերանով ասես դեմ ենք այնտեղ ատոմային ռումբեր կտեղադրել։ Այսինքն դուք կարծում եք, որ եթե Ուկրաինան չձգտեր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, չձգտեր ԵՄ անդամ դառնալ, լիներ այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է, Բելարուսը, մյուս Ղազախստանը, միևնույն է Ռուսաստանը հարձակվել։ Այ երեք պետության անունսական, հա։ Նայեք, Ռուսաստանը ընդամենը փորձում է վերականգնել սովետական միությունը։ Եվ ինքը ինչ է ասում, այո, եթե դու պատրաստ ես մտնել իմ, այսպես ասենք, թրի տակ, ապա դու մտել ես թրից տակ, էլի չի հարձակվելու իմաստ չկա։ Հարձակվելու իմաստ չկա։ Հիմա օրինակ նման առաջարկ կարող է ինչ որ մի օր արվել մեզ։ Որ կամ դու դառնում ես օրինակ միութենական պետության ուրեմն կազմ, մտնում ես Ռուսաստանի թևի տակ ամբողջությամբ, հիմա էլ ենք Ռուսաստանի թևի տակ։ Ամբողջությամբ ես մտնում, կամ կլինի պատերազմ։ Ո՞րն է մեր պատասխանը։ Ես այսօրվանից պատասխանը, իմ պատասխանը պատերազմն է, որովհետև ինձ համար ազատությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են, այդ թվում նաև հազարավոր մարդկանց կյանքերից ավելի թանկ։ Հիմա Ուկրաինան ինչ արեց։ Ասաց, եթե անգամ հազարավոր մարդկանց կյանքեր, ես քո թրի տակ չեմ մտնում։ Եվ ինչի ինքը կարողացավ դա անել, որովհետև ուներ էս դաշնակիցները։ Ինչ վերաբերվում է Թրամփյան քաղաքականությանը, սա շատ կարևոր ուրեմն լակմուսի թուղթ է հասկանալու համար, որ քաղաքական աջակցությունը կարող է փոխվել։
կար բայդենական աջակցություն, դա մի աջակցություն էր, եկավ Թրամփի ադմինիստրացիան, աջակցության բնույթը ամբողջությամբ փոխվեց։ Սա հասկանալով, մենք երբ որ մտնում ենք հարաբերությունների մեջ, օրինակ նույն ԱՄՆ-ի հետ, նույն Իրանի հետ, Հնդկաստանի, որոնց անունները ես տվեցի, բացի նրանից, որ մենք պիտի ստանձնենք քաղաքական հարաբերություններ, մենք այդ հարաբերությունները պիտի օգտագործենք ռեալ օրինակ պաշտպանության համար։ Այսինքն ասելով, որ Հնդկաստան դու ուզում ես քո ճանապարհը գնա Եվրոպա, ինձ այսքան միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է պետք, որ եթե վաղը Հնդկաստանում իշխանափոխություն լինի եւ լինի հայացքների փոփոխություն, այդ տանկերը լինեն Հայաստանում։ Եվ դրա համար եմ ես առաջարկում, որ մեր հարաբերությունները պետք է լինեն տարբեր պետությունների հետ։ Ես տվեցի Ֆրանսիայի անունը, Հունաստանի անունը, Իրանի անունը, որ եթե մի կողմից լինում է փոփոխություն, մյուսները կոմպենսացնեն, որը եւ անում է Ուկրաինան։ Բայդենի ադմինիստրացիան անհամեմատ ավելի շատ էր աջակցում, քան Թրամփի ադմինիստրացիան։ Միանշանակ է, բայց Բայդենի դիրքորոշումը առաջին իսկ օրվանից եղել է այն, որ տանք այնքան զենք, որ Ուկրաինան կարողանա շարունակել պատերազմել, ոչ թե որ հաղթի Ռուսաստանին, այլ շարունակի պատերազմել։ Իմ պնդումը ինչու՞մն է, որ եթե ինչպես պարոն Սաֆարյանը ասում է, եթե թրի տակով անցներ էլ ինչի էր հարձակվում, Ուկրաինան 2014 թվականին իր առաջ ձևակերպեց խնդիր դառնալ ԵՄ անդամ, դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ ՆԱՏՕ-ն ասում էր բաց է մեր դռները, որը ծնեց Ռուսաստանի ագրեսիան։ Եվ հետո 14-ին արդեն Ռուսաստանը ագրեսիա ունեց, 14 թվականին այդ process-ները արդեն ծնեցին ագրեսիան, որովհետև ՆԱՏՕ-ի ձգտումը արդեն սկսվել էր դեռևս 2000-ականների վերջից։ Հիմա փաստորեն ստացվում է, որ Ուկրաինան ձգտում էր միանալ ՆԱՏՕ-ին եւ պատրաստ էր, ինչպես պարոն Սաֆարյանն ասում, զենք վերցներ եւ դրա համար կռվել, պաշտպաներ իր անկախությունը, պաշտպաներ իր արժանապատվությունը, գնում էր դեպի ՆԱՏՕ։ Մեկ էլ այս կողմից ՆԱՏՕ-ն ասում է, դու հիմա պետքա ստորագրես մի հատ փաստաթուղթ, որով պարտավորվես քո սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ի ձգտումը։ Ես էլ որպես ՆԱՏՕ պետություն պարտավորվեմ քեզ չընդունեմ։ Ես իմ մոտ հարց առաջանում։ Իսկ կարողա որ այդ ժամանակահատվածում Ուկրաինան ասեր մենք մնում ենք նեյտրալ պետություն ռազմական իմաստով, մենք ՕԴԿԲ չենք ուզում մտնենք, բայց չենք էլ ուզում մտնենք նաև ՆԱՏՕ, մենք նեյտրալ պետություն ենք, բայց մենք ուզում ենք մեր տնտեսության ինտեգրացիան լինի Եվրամիություն։ Հնարավոր է դա չծներ այնպիսի ագրեսիա, ինչպիսին ծնեց այս դեպքում։ Եվ կներեք, մենք ուզում ենք գնահատական տանք ԱՄՆ-ի գործողություններին, չտալ զենք այնքան, որ Ուկրաինան հաջողի, վերջում էլ ասել չէ, այն որ դու գալիս ես մեր մոտ, հիմա պետք է ընդունես, որ մենք քեզ չենք ընդունելու։ Բայց իրականությունը այդպեսին չի, նախ հիշեցնեմ, որ երբ որ սկսվեց այդ մայդանական պայքարը, անմիջապես Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարած, գրավեց Ղրիմը, այնտեղ իրակ, այսինքն այստեղ դեռ անգամ խոսք չկար ՆԱՏՕ-ի կամ Եվրոմիության, խոսք կար, դա խոսք էր, այսինքն պետական քաղաքականություն չկար։ 2008 թվականին Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բուշի ադմինիստրացիայի գլխավորությամբ ընդունվեց պաշտոնական փաստաթուղթ, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի եւ Վրաստանի ձգտումները դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ձգտումները ուրիշ հարց։ Որից ամիսներ անց Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա եւ չհարձակվեց Ուկրաինայի վրա մենակ այն պատճառով, որ ամիսներ անց Յուշենկոն պետք է հեռանար փոխարինվելով Յանուկովիչին։ Բայց որ ՆԱՏՕ-ի այս ՆԱՏՕ-ացումը խնդիր է Ռուսաստանի համար, դա դեռ ՆԱՏՕ-ացումը խնդիր չի։ ՆԱՏՕ-ացումը խնդիր է այնքանով, որ ինքը չի կարողանալու օկուպացնի։ Սա է խնդիրը։ Թե չէ նորից եմ ասում, Լեհաստանը արդեն շատ մոտ է եւ դրա մասին խոսում էր Պուտինը։ Բայց դա երբ էր տեղի ունեցել, պարոն Սաֆարյան, Լեհաստանի բանը 2000-ականների սկզբին, երբ Ռուսաստանը դեռ Չեչնիայում իր խնդիրները չէր լուծել։ Այո, եւ Ռուսաստանը անգամ քաղաքական դեմարշ չունեցավ։ Ունեցավ։ Շատ հանգիստ Ելցինի օրոք ունեցավ։ Ես չեմ տեսել այդպիսի դեմարշ, շատ հանգիստ ընդունեց եւ նորից եմ կրկնում։ Ֆինլանդիան երբ որ մտավ, արդեն մենք խոսում ենք Ռուսաստանի սահմանի 1000 կիլոմետր ռուսական սահմանը, այլևս Իսկ Ֆինլանդիան վերջին անգամ երբ ա եղել Ռուսաստանի ազդեցության տակ։ Չի եղել։ Նա նեյտրալ պետություն էր, անգամ սովետական միության։ Անգամ սովետական ի տարբերություն Ռուսաստանի, ի տարբերություն Ուկրաինայի, հենց էսա Պուտինի դիրքորոշումը հիմի ինքը այլևս ոչ թե նեյտրալ է, այլ ՆԱՏՕ անդամ։ Բայց ինքը չի ավարտեմ։ Եվ Ռուսաստանը անգամ քաղաքական դեմարշ չունեցավ։ Ընդամենը Մեդվեդև մակարդակում ասացին մենք այն տարածքում ատոմային ռումբերը հանել ենք, հետ կտանենք։ Հարցը փակվեց։ Եվ հետո մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չէր ուզում ՆԱՏՕ-ն մոտենար իր սահմաններին, ՆԱՏՕ-ն այլևս իր սահմանին է, ոչ թե մոտ է։ Խնդիրը նախ
պետք է ֆիքսենք հետևյալը։ Այսինքն ավարտեմ, էլի։ Խնդիրը երբ որ մենք տանում ենք դեպի ուկրաինական ՆԱՏՕ-ի ձգտումները, բացարձակ դրա հետ կապ չունի, միայն այնքանով, որ եթե մտներ ՆԱՏՕ, Ռուսաստանը չէր կարող գրավել։ Մենք պիտի հասկանանք, ռուսական կայսրությունը չի դադարել կայսրություն լինելուց։ Նա փորձելու է ընդլայնվել։ Իսկ որ կայսրությունն է դա։ Ոչ մի կայսրություն մինչև չփլվի։ Դրա համար ես ասացի, մեր համար շատ կարևոր է Ռուսաստանը փլվի, թե չէ գալու է այստեղ։ Եղավ, այս հարցում դուք տարբեր կարծիքներ ունեք։ Պարոնակ, այսպեսի մի բան, արդեն ձեզ թույլ տամ փախարակել երկուսիդ էլ, այսօր դուք խոսում եք ընդդիմադիր դիրքերից Նիկոլ Փաշինյանի վարչակարգի հանդեպ եւ ԱԺԲ եւ Լուսավոր Հայաստանը։ Բա այդ հասարակ ժողովուրդը կասեր, այդ ոնց էր որ առոք 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին այսպես սկուտեղի վրա բերեցիք իշխանության գլուխ։ Բա չգիտեիք որ եւս ձեր ասացի պարոն Սաֆարյան հարգելիս եւ հարգելի պարոն Խաչակյան, որ Նիկոլ Փաշինյանը դառնալու է, այո, ընդդիմադիրներն են ասում, դա նաեւ իրենց կարծիքն եմ ես նաեւ այստեղ ձեզ փոխանցում քննադատական, որ Նիկոլ Փաշինյանը բերելու է մեր գլխին այն ինչ որ բերեց։ Ինչու եք այն ժամանակ այդպես պաշտպանում Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ նախ միանշանակ պատասխանեմ վերջին հարցին, այո, մենք չենք պատկերացնում, եթե մենք պատկերացնենք, երբեք մենք չենք լինի մի անձի կամ քաղաքական ուժի կողմը, ով որ կարող է Արցախից հրաժարվել։ Պատմությունը Արցախը Հայաստանը եւ վերջ։ Մեր դիրքորոշումը միանշանակ է Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Նախ երբ որ սկսեց այդ հեղափոխական գործընթացները, մենք որպես, այսպես ասենք, Հայաստանի ամենահեղափոխական քաղաքական ուժ իհարկե աջակցել ենք, կոչ ենք արել մեր աջակիցներին մասնակցել, որովհետև հեղափոխությունը դա, այսպես ասենք, շատ լավ process էր, որին մենք աջակցել ենք։ Եվ քանի որ դրա առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, աջակցել ենք նաև Նիկոլ Փաշինյանին։ Սակայն հայտարարելով, որ մեր աջակցությունը հեղափոխությանն է եւ հեղափոխական արժեքներին։ Եվ որ կետում Նիկոլ Փաշինյանը շեղվել է, օրինակ, Վալերի Օսիպյանին եւ Արտուր Վանեցյանին ակնհայտ նախքին ռեժիմի ներկայացուցիչներին նշանակեց Նիկոլ Փաշինյանը անվտանգային համակարգի ղեկավարն է։ Անմիջապես մենք պաշտոնապես քննադատել ենք դա, սթափության կոչեր ենք արել եւ պահանջել ենք հեռացնել այդ մարդկանց այդ պաշտոններից եւ հələ մի բան էլ պատժել իրենց կատարած հանցագործությունների համար։ Սակայն մեզ չլսեցին։ Այն պահից սկսած, որ մենք հասկացանք, որ այս մարդիկ հեղափոխական արժեքները ընդհանրապես բարձրաձայնում են, բայց իրենք չեն իրացնում այդ արժեքները, մենք պաշտոնապես հրաժարվեցինք պաշտպանել այս իշխանությանը, այն ժամանակ դեռ չկար 2020 թվականը, դեռ չկար Արցախի հանձնումը, բայց եթե մարդիկ հրաժարվեցին հեղափոխությունից, մենք հրաժարվեցինք իրենց աջակցությամբ։ Անես պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին այսպես ժողովրդական էլի խոսքով ասած վատ եք ճանաչել։ Պարոն Խաչակյան, դուք ելք դաշինքով առոք գալիս էիք, չէ՞։ Հեղափոխությունը ճիշտ է, մի քիչ ձեր կուսակցությունը пассив մոտեցավ հեղափոխությանը, չէ՞։ Այն հիշում եմ այն ազգային ժողովի շենքում այդ ծխռումբերի վառումը եւ այլն, բայց հետո դարձյալ աջակցեցիք եւ այլն։ Նաեւ ձեզ են նաեւ ոմանք մեղադրում, ասում են, բա դուք ինչ էիք, հիմա ինչ եք ասում։ Ոչ միայն пассив, այլև մենք ելք դաշինքի միակ ուժն ենք եղել, որ չնայած կներեք միակը չենք եղել, հանրապետություն կուսակցությունն մեր հետ, որ ասում էին, որ այս հեղափոխական ճանապարհը լավ չի, այն որ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա դա միանշանակ, բայց հեղափոխական ճանապարհով այն ինչ նախաձեռնեց Փաշինյանը եւ հետո իրականացրեց, դա անել լավ չի։ Մենք մեր աջակցությունը հայտնեցինք միայն այն ժամանակ, երբ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել եւ հնարավոր է լիներ հանրապետականի վերարտադրություն այլ եղանակներով եւ այս պայն մենք ասացինք, որ արդեն ժողովրդի կամքը հաշվի չառնել հնարավոր չի, բայց հեղափոխական այդ process-ին ի սկզբանե մեր վերապահումներն ունեցել ենք։ Եվ այն որ հեղափոխության արժեքներից Փաշինյանը շեղվել է, ես ամբողջությամբ կիսում եմ, կարելի է տարբեր կերպ գնահատել, որ պահին, ինչքանով, ինչն էր առարկայական, ինչը չէ, օրինակ ես կարծում եի, որ եթե նախկին պաշտոնյաներին պահում ես, ներգրավում ես, իրենք պատրաստ կարող են լինել խաղի նոր կանոններով առաջ շարժվել, շատերի դեպքում պարզվեց, որ հնարավոր է, շատերի դեպքում պարզվեց, որ հնարավոր չի, որ դա չլիներ, պետք է ինստիտուցիոնալ բարեփոխումներ աներ Փաշինյանը, ինչը չարեց, եւ ինքը 20 թվականին փաստորեն մտավ Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսով,
24-25 թվականին արդեն Արցախը Ադրբեջանը եւ վերջ, հա։ Ոչ միայն Արցախը, ուրա թե մենակ դա ալներ, Արցախը Ադրբեջանը եւ վերջ կարգախոսը մենակ կիրառվել։ Նաեւ այն, որ հայերը բնակվող Արցախում իրավունք չունեն իր տարածք վերադառնալ։ Օրինակ մենք աներկբա կարող ենք, չէ՞, ասել, որ ախալքալաքը, ախալքցխայում բնակվող հայերը միանշանակ է տարածքային ամբողջականության խնդիր չկա Վրաստանի հետ կապված, բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ այնտեղ այս մարդիկ ունեն իրավունքներ, որոնք պաշտպանված են, եւ դա մեր համար նորմալ է։ Մի Փաշինյանը ասում է, որ հայերը, որոնք ապրել են Ղարաբաղում, անգամ իրավունք չունեն։ Ոչ մի իրավունք չունեն։ Թե չէ գոնե կպաշտպաներ դրանք։ Պարոնայք, շատ հետաքրքիր է բոլոր դեպքերում թեկուզ այսպես սուր ծայրերով ձեզ հետ նաև զրուցելը, կիսվելը, բայց մեր ժամանակի սովության պատճառով խնդրում եմ վերջում ամփոփելով մեր այսօրվա բանավիճային հաղորդաշարը հակիրճ համառոտ ձեր տեսլականները, այսպես նույնիսկ 1-2 կետերից շարադրած, ինչ պիտի անի այսօր Հայաստանը լայն իմաստով, որպեսզի խույս տա անվտանգային լուրջ սպառնալիքներից, որոնք կախված են մեր երկրի, մեր պետականության գլխին։ Պարոն Սաֆարյան, ձեզ հակիրճ համառոտ։ Նախ պետք է հասկանալ, թե իսկ ինչ է նշանակում Հայաստան, այդ ինչ է։ Հայաստանը դա նախ եւ առաջ հայ ժողովուրդ։ Չարենցյան հարց։ Հայ ժողովուրդն է, իսկ այսօրվա իշխանությունները, որոնք իբրև թե ներկայացնում են հայ ժողովրդին, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, նրանք ընդհանրապես հանդիսանում են 5-րդ շարասյուն եւ առաջ են տանում ռուս-թուրքական այն մոտեցումները, որոնք բերեցին Արցախի հանձնմանը եւ անխուսափելիորեն բերելու են Հայաստանի ամբողջական լուծարմանը։ Մենք պիտի հասկանանք, որ առանց Արցախի Հայաստանը որևիցե գոյություն ունենալու շանս չունի։ Թուրքական զորքը փաթաթված Սյունիքի պարանոցին, այդ զորքը ցանկացած աշխարհաքաղաքական իրավիճակ օգտվելու եւ մտնի Սյունիք։ Հիմա ինչ պետք է անել։ Նախ հայ ժողովուրդը առաջին խնդիրը պիտի դնի այս ուրեմն 5-րդ շարասյունից ազատվելու եւ ստեղծելու ազգային իշխանություններ, որոնք ծառայում են հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Այդ պայմաններում արդեն Հայաստանը ինչ դիրքորոշում Դուք գտնում եք կներեք, որ Նիկոլ Փաշինյանը 5-րդ շարասյունը եւ դարձյալ ռուս-թուրքական պանդեմի 5-րդ շարասյունն է։ Այստեղ իր խնդիրը հետեւյալն է. տվյալ աշխարհաքաղաքական իրավիճակում մի քիչ ավելի թուրքական, մի այլ իրավիճակում մի քիչ ավելի ռուսական։ Հասկացած Եվ նաև նրա հայեցակարգային մոտեցումը սովետական Հայաստան ցույց է տալիս, հիշենք, որ սովետական Հայաստան դիմադիրներն են կներեք, որոշ տիտղոսային ընդդիմություն մեղադրում է, որ ընդհակառակը նա պրո-թուրքական է, պրո-արևմտյան է եւ հերացել է Ռուսաստանի դրա համար է բերել այս աղետները Այսպես կոչված տիտղոսային ընդդիմությունը դա Ռուսաստանի կողմից կառավարվող ընդդիմություն է եւ հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին խոսեցինք, որը գրվել էր Մոսկվայում։ Երբ որ հրապարակվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պրոռուսական ուժերը Հայաստանում դուրս եկան փողոց նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ։ Բայց ավելի լավը չէր 1000 անգամ, քան այսօրվա այս աղետալի վիճակը։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Հիմա պարոն Խաչատրյանը դրանք տրամաբանական իրար շարունակություն էին։ Դա Լավրովի պլանն էր։ 5 + 2 + մնացածը։ Նոյեմբերի 9-ը մի հատվածն է։ Ասում ասա, այսինքն սա է լինելու ուղղակի հերթականությամբ։ Լավրովի պլանը մենք Արցախը պահելու էինք, հա, հայկական եւ մենք Արցախը պահելու ենք հայկական, եթե չունենանք այսպիսի դավաճան իշխանություններ։ Նոյեմբերի 9-ի այդ ակտը ընդհանրապես Լավրովի պլանի մի մասն էր։ Լավրովը երբեք չի եւ Ռուսաստանը երբեք իր պլանները չի թաքցրել, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Եվ Պուտինի արտահայտությունը, որ Ռուսաստանը միշտ ճանաչել է Արցախը Ադրբեջանի տարածք, խոսում էր սրա մասին։ Հիմա ինչ մենք պիտի անենք։ Մենք պիտի նախ առաջինը ստեղծենք ազգային եւ ոչ դավաճան եւ ոչ 5-րդ շարասյուն իշխանություններ, որոնք պիտի հարաբերություններ ստեղծեն ռազմավարական մակարդակի այն պետությունների հետ, ում հետ մեր ռազմավարական շահը համընկնում։ Որոնք են դրանք, դա էլ ասեք ու դա ԱՄՆ-ն է, դա Ֆրանսիան է, դա Հունաստանն է, դա Իրանն է, դա Հնդկաստանն է, առնվազն այս պետությունները, որոնք այսօր նաև մեզ զինում են, տեխնոլոգիաներ են փոխանցում եւ այլն։ Եվ մյուսներ։ Սա այսպես քաղաքական պաշտպանական իմաստով։ Ներքին պաշտպանական իմաստով մենք միշտ յուրաքանչյուրս պետք է ամեն վարքյան պատրաստ լինենք պատերազմի եւ պաշտպանելու մեր երկիրը։ Ամեն վարքյան, թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի արձակումներից։ Իսկ այս համակարգը պետք է ստեղծվի, մենք շատ վաղուց խոսել ենք ազգաբանակ պաշտպանական համակարգի անհրաժեշտության մասին եւ այդպիսի համակարգ պետք է ստեղծվի։ Սակայն մենք պիտի հասկանանք, որ պետությունը դա միայն պաշտպանությունը չի։
Պետությունը դա կրթություն է, պետությունը դա ուրեմն տնտեսություն է, պետությունը ամենակարևոր կետերից մեկը դա արդարադատական համակարգն է, որը ճահճի մեջ է գտնվում, եւ առանց նրա բարելավման ոչ կրթություն կունենաս, ոչ էլ տնտեսություն կունենաս։ Պետք է ուրեմն գծվի պետության ամբողջական համապարփակ հեղափոխական փոխակերպվելու ծրագիր։ Եվ ընդգծում եմ հեղափոխական, ոչ թե բարեփոխական։ Ինչի, որովհետև մենք ծանր վիճակում ենք եւ շատ երկար ժամանակ չունենք, ասենք 30-40 տարի բարեփոխումներ անենք։ Մենք պիտի միանգամից թռիչքային գործողություն անենք, որտեղ մենք աշխարհից արդեն տասնամյակներ հետ ենք եկել։ Շնորհակալություն, պարոն Խաչատուրյան, դուք էլ հնարավորինս արագ ձեր տեսլականը ձևակերպեք ու այսօր եզրափակենք։ Ես պետք է ասեմ, որ եթե 2026 թվականին Փաշինյանը շանս ունի ընտրվելու, դա նշանակում է, որ մեր բոլոր կորուստները, որոնք եղել են, շարունակվելու են եւ այդ թափանիվը հնարավոր է կանգնեցնել միայն 26 թվականի ընտրություններին, լինի հերթական թե արտահերթ, Փաշինյանին թույլ չտալու վերընտրվելու միջոցով։ Ինչ վերաբերում է արտաքին մեր անվտանգային հարցերին, ես Ռուսաստանից գնանք դեպի Սաֆարյանի որ մենք ունենայինք մի քանի հավելյալ վստահելի դաշնակիցներ, մեր անվտանգային համակարգը դիվերսիֆիկացված լիներ, որ մենք ասեինք ուզում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ դառնայինք այնպիսի ՆԱՏՕ-ի անդամ, ինչպիսին դարձավ Լեհաստանը, բայց եթե մենք պետք է ասենք, որ մենք ուզում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ձեռք բերենք դաշնակիցի դեմս Ամերիկայի, որը հետո մեզ կպարտադրի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց, ես այդպիսի դաշնակից ունենալ չէի ցանկանա եւ այս առումով այն կարծիքին եմ, որ այո իմպերիաները եւ ես այսօր եւ երեք ցուցաբերում են նույն վարքագիծը, թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, որոնք այս տարածաշրջանում որոշակի շահեր ունեն, Ռուսաստանի դեպքում ավելի շատ, ԱՄՆ-ի դեպքում ավելի քիչ, բայց ունեն, իսկ ինչ վերաբերում է մեր բարեկամ պետություն Ֆրանսիային, ցավոք սրտի Ֆրանսիան այսօր իսկ ընկղմված է բազմաթիվ խնդիրների մեջ, այդ թվում եւ ներքաղաքական եւ Մակրոնի հայամետ քաղաքականությունը, եթե նույնիսկ դա այդպես անվանենք, ցավոք սրտի երկար չի շարունակվելու, որովհետեւ Մակրոնը շանս չունի 27 թվականին։ Այսինքն արևմուտքի հետ մեծ ես հասկանում եմ, եթե ամփոփենք հույսեր չեք կապում եւ գտնում եք, որ դերևս, գոնե դերևս, հա, մենք պիտի մնանք ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, այսինքն եւ Ռուսաստանի հետ որոշակի ռազմավարական մարտավարական հարաբերություններ են դաշտում։ Մենք կարող ենք ընտրել Ուկրաինայի ուկրաինացման ճանապարհը, մենք միշտ կարող ենք ընտրել եւ այս տարի եւ եկող տարի որոշ իմաստներով Փաշինյանը դա ընտրել է։ Հիմա ես կարծում եմ, որ դրանք ավելի լավ այլընտրանք, որը հաշվի առնելն է տարածաշրջանային եւ գերտերությունների կարմիր գծերը եւ այդ բալանսավորված իրավիճակում փորձել զարգացնել պետությունը։ Հենց դարձար մի քանի խոշոր պետությունների բախման կիզակետ, ինչպիսին դարձավ Ուկրաինա, Սիրիան, Լիբանանը, շատ են օրինակ։ Այսինքն նախապատվությունը տալիս ենք, եթե ավելի կոնկրետ մեր ունկնդիրների համար, ասենք Ռուսաստան, Իրան առանցքին, թե արևմտական առանցքին, Ամերիկա, ԵՄ, որ նախապատվությունը ավելի վեկտորը դեպի որ կողմ եք դուք թեքում։ Ես ոչ թե դեպի վեկտորի մասին եմ խոսում, այլ իրենց կարմիր գծերը հարգելու մասին եմ խոսում։ Որոնք են ավելի շատ համապատասխանում մեր գեոքաղաքական շահերին, համապատասխանում է հարգել Ռուսաստանի կարմիր գծերը տարածաշրջանում, որը ՆԱՏՕ-ի չտարածումն է, որը վերաբերում է եւ Ուկրաինային, եւ Հայաստանին, Կովկասին եւ նաեւ Միջին Ասիային։ Երեքիս էլ հավասարապես դա վերաբերում է։ Մնացյալ իմաստներով փորձել հնարավորինս ունենալ դիվերսիֆիկացված եւ քաղաքականություն եւ տնտեսություն, իսկ ուկրաինացման տարբերակը միշտ կարելի է ընտրել։ Չէ՞, դե ես մերժում եմ, բայց շատ մարդիկ շնորհակալություն, ուկրաինական տարբերակը որ սեփական համար կռիվ տալ մինչև վերջ, եթե սա է ուկրաինական տարբերակը, ուկրաինական տարբերակը կռիվ տալ մինչև վերջ ՆԱՏՕ-ի համար եւ հետո ՆԱՏՕ-ի համար չի, ուկրաինացիք ինչի պիտի կռիվ տան ՆԱՏՕ-ի համար, ՆԱՏՕ-ը նորից բարեկամներ, հարգելի բարեկամներ, կներեք նորից դուք ասեք ուկրաինացման մասին, մենք նախ եւ առաջ պիտի արգելենք աբխազացումը։ 100 անգամ մենք ասեցինք գնում է Արցախի աբխազացման process։ Այսօր շուտ ասում եք, ես հիշում եմ ձեր ակտիվիստները ասում են, որ աբխազացումը շատ վտանգ է։ Այսինքն մենք մի քանի բարդ չարիքների մեջ ենք, բայց եթե աբխազացումը չարիքա պետքա մերժել, որը աներկբայա, ուկրաինացումն էլ է չարիք ու դա էլ է պետք մերժել, սա ենք։ Եղավ։ Շնորհակալություն, կզրուցեինք էլի շատ, ուղղակի ժամանակի սովության պատճառով թույլ տվեք այսօրվա մեր թողարկումը եզրափակել։ Շնորհակալություն պարոն Սաֆարյան, շնորհակալություն պարոն Խաչատուրյան։ Եթերում Արենա Բանաբեջային ծրագիրն էր Փակ TV հեռուստաընկերությամբ եւ
Խնդրում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին, սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Փակ TV հեռուստաալիքին, շարունակելով դիտել մեր հետաքրքիր հաղորդումները, թողարկումները։ Հաջողություն, կհանդիպենք։